օգտագործում ենք հացախ, մեկ թեյի գթալը 150 գրամ գոլ ջրին եւ օգտագործում ժամը 7-ից 8-ից հետո եւ ոչինչ չենք ուտում, որպեսզի այն մեր օրգանիզմի իմունային համակարգը լավացնի, աղեստամոքսային տրակտի վիճակը լավացնի, նաեւ նիհարեցնի, եթե մենք դիետա եւ քայլքը պահպանենք, ուրեմն իմունային համակարգը սկսում է աշխատել գիշերը եւ դրանից հետո առավոտյան, որպեսզի մեր իմունային համակարգը ել ավելի լավ լինի, որպեսզի ոսկրերի խնդիր չունենանք, որտեղ քացախը նաև խնդիր է առաջացնում մեր ոսկրերի, ապա անպայման պետք է խմել քունջութի յուղ։ Այն ունի բավականին մեծ քանակությամբ կալցիում եւ կարեւորը դիմադրողականությունը բարձրացնում եւ նաեւ վիտամին D-ի քանակությունը այն հազվադեպ յուղերի մեջ, որի մեջ գրեթե չի լինում, բայց այստեղ մեր քունջութի յուղի մեջ կա կալցիում, որը այդքան առողջարար է մեր ոսկրերի համար եւ խնդիր ունի գրեթե 70%-ը մանավանդ կանայք մենոպաուզայից հետո։ Ուրեմն անպայման խմում ենք մեկ թեյի գթալ եւ 1 ժամ հետո օգտագործում այն, ինչ որ ուզում եք։ Սիրելիներս, քունջութի յուղը պետք է լինի թարմ։ Իհարկե, եթե ուզում եք թարմ յուղ ունենալ, պետք է զանգահարեք միայն Աննային, որի մոտ իհարկե նստում եք, ձեր աչքի առջև քանվում է եւ հանգիստ խաղաղ տանում եք, որովհետեւ չեք կասկածում նրա բաղադրության վրա։ Համարը 098 326 406 զանգահարում օգտագործում եք եւ իհարկե երկուսը միասին քացախն ու այս հրաշալի յուղը կարգավորում են ձեր առողջությունը։ Եթե ունեք շաքարային դիաբետ, այն իջեցնում է շաքարի տոկոսը արյան մեջ, իջեցնում է ճնշումը, կարգավորում է սրտի աշխատանքը։ Իհարկե, շաքարը արյան մեջ կարող է շատ իջնել անպայման ձեր բժշկի հետ, որովհետև այնտեղ չափաբաժինը, եթե օգտագործում եք շաքարային դեղորայք, ապա անպայման ձեր բժշկի հետ